Դեկտեմբերի 15-ին Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդիսատեսը ունկնդրել է Դվորժակի թավջութակի կոնցերտը Էմանուել Գրաֆի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Այդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել են նաև Չայկովսկու քնած գեղեցկուհին սյուիտը և Ռոմեո և Ջուլիետ նախերգանք ֆանտազիան։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Բոյան Սուջիչը։ Հակոբ Արոնյանի անվան թատրոնում բեմադրվել է Արմեն Կարապետյանի «Անհաջող ժամադրություն» կատակերգությունը։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է Ավետիս Շահինյանը։ Ներկայացման մեջ խաղում են Սամսոն Ստեփանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Տիգրանուհի Տեր Մարկոսյանը և ներկայացման հեղինակ Արմեն Կարապետյանը։ Ներկայացման գլխավոր ուղերձը հստակ է՝ նոր սկիզբ ունենալու, երջանիկ լինելու համար երբեք ուշ չէ։ Ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ և հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը, որը նվիրված է հեղինակի ծննդյան 100-րդ հոբելյանին, համադրողը Մարինա Հակոբյանն է։ Ցուցադրությունը ներառում է գեղանկարչական և գրաֆիկական 100 աշխատանք, դրանցից մի քանիսը հայտնաբերվել են թանգարանային պահոցներում և ցուցադրվում են առաջին անգամ։ 4 թեմատիկ սրահներից մեկը նվիրված է 1930-ականների Երևանին ու նրա բնակիչներին։ Դեկտեմբերի 16-ին և 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում հեքիաթային աշխարհ էր ստեղծել։ Նվագախումբը ներկայացրել է «Մարդուկ ջարդուկը» երաժշտական հեքիաթը։ Չայկովսկու կախարդական երաժշտությունը, լույսերի և գույների պրոյեկցիաները միավորել են երեխաներին ու մեծերին։ Հեքիաթասացը Լիլի Էլբակյանն էր։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է հոբելյանական համերգ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 105-ամյակին։ Երեկոյի ընթացքում ներկայացվել են հայ դասական երաժշտության նշանավոր ներկայացուցչի կամերային ստեղծագործությունները։ Համերգին մասնակցել են դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահկալդյանը, կլարնետահար Ավետիք Ղազարյանը, ինչպես նաև հարվածային գործիքների կատարողներ Էդուարդ Պապոյանն ու Գիլերմո Մասիա Սալոմը։ Փոքրիկ իշխանը Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնը կներկայացնի նոր ձևաչափով, անիմացիոն լուծումներով և ժամանակակից թատրոնի լեզվով։ Պրեմիերան կներկայացվի դեկտեմբերի 26-ից 30-ը և հունվարի 3-ին, 4-ին, 5-ին, 7-ին։ Դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Ջութակ նվագելու արվեստը» գալա համերգը։ Մենակատարներն են ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։ Ծրագրում ներառված են Գլինկայի, Կորնգոլդի, Բրուխի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հանրահայտ գրքի հայերեն հրատարակությանը։ Նախագիծը իրականացվել է Պրիմավերա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի և Կարեն Գրիգորյան տրիոյի «Սուրբ ծնունդն արդեն այստեղ է» խորագրով տոնական համերգը։ Կներկայացվեն ջազային մշակումներ։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։
Կախարդական մանկական նոր ներկայացում են բեմադրել Սունդուկյանի անվան մայր թատրոնում։ Երեխաներն ու մեծերը կարող են դիտել Ջանի Ռոդարիի երկնագույն նետ հեքիաթի մյուզիքլը։ Բեմադրել է Գոհար Փոքրիկյանը։ Ներկայացումը թատրոնի խաղացանկում է դեկտեմբերի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին։